Ես նաև կավելացնեի, նաև լրացիչ անջրպետ են մտցնելու հայրերի ու որդիների մեջ, ընտանիքների մեջ, հասարակության տարբեր շերտերի մեջ, այսինքն այն ատելության գերդոզավորվածությունը, որը կա Հայաստանում, մեկ անգամ եւս էլ ավելի ասրվելու այս օրենքի ընդունումից հետո։ Որովհետև բացի այն, որ կոռուպցիայի օրինականացումը, բացի այն, որ միանշանակ է, որ դրսի ուժերն են ստիպել, կոնկրետ Ադրբեջանն ու Թուրքիան են ստիպել, որ այս կարգի օրենքներ ընդունեն, եւ նաեւ իրենց ցանկությունն է, որ ընդհանրապես իսպահայկական բանակը վերացնեն, որը որ մեր միակ անվտանգային երաշխավորն էր մնացել, նաեւ այստեղ սեպախրվում ընտանիքների մեջ։ Ես մի առիթով էլի հարցազրույցի ժամանակ ասել եմ, ձեր տաղավարում եւս կկրկնվեմ, որ Աստված մի օր ասছে մեկի որդին ծառայելու ընթացքում, չեմ ասում զոհվի, վիրավորվի, բայց ծանր վիրավորվի։ Ինչ են տունը ասելու։ Կինը ասելու է, քեզ պետք է դա չեն, կամ են տունը, կամ են մեքենան, որ քշում ես։ Վաճառեիր, տայիր։ Նույնը ասելու է երեխան, հորը, նույնը սաղ կյանքը տան տղամարդը իրեն չի ներելու, որ ինչի համար ես չազատեցի, այս դեպքը եղավ։